Թափառական հոգի, սպիտակ երգ, դու, անձրևի երգը, իմ երգը շուն է, իմ երազների աշխարհը, բարդ մարդիկ, այս երգերի քեզ նման է ու էլի շատ երգեր։ Երկար խոսքը բազկիդ կոտրած վիրական, չի դառնա Սուտ ընկերը մարդից կորած իրական, չի դառնա Հրափողը ճակտիդ դրած հաշտություն, Օտարը տառը պատիտ գրած պատմություն, Սպիտակ դրոշն առնոտած խաղաղություն, չեն դառնա Հրափողը ճակտիտ դրած հաշտություն, Օտարը տառը պատիտ գրած պատմություն, Սպիտակ դրոշն առնոտած խաղաղություն, չեն դառնա Ախ լինել ոչ մի թույն ու ոչ մի խայծ, չգնար գուլ, չգնար Հայի հույսը նորից ընկած որոգայթ, փուլ չգար, էլ փուլ չգար Գոնե հիմա հայը հային ձեռք պարզեր, Խելքի և ուսուսի և իձերզեն, Թշնամուն մեր երկրի մասին երազել, թույլ չտար Գոնե հիմա հայը հային ձեռք պարզեր, Խելքի և ուսուսի և իձերզեն, Թշնամուն մեր երկրի մասին երազել, թույլ չտար Արի եղբայր թողնենք վեճ ու գշտություն, Ձեռքդ տուր, բաց ձեռքդ տուր, Որ էլ ոչ ոք չխլի մեր տեղուտուն, Չարյունի բաց վերքդ զուր, Որ էլ ջլատել մեզ չկարողանան, Վաղվա օրը մեր որդվոց չգողանան, Անցյալի մոխիրը դառնահող գարնան, Ձեռքդ տուր Որ էլ ջլատել մեզ չկարողանան, Վաղվա օրը մեր որդվոց չգողանան, Անցյալի մոխիրը դառնահող գարնան, Ձեռքդ տուր, իմ եղբայր, ձեռքդ տուր Մի բան է պակասում, խարույկը Երգահան Արեգ Նազարյան այսօրվա մեր հյուրը, շնորհակալ ենք մեր տաղավարը այսպես ջերմ հնչյուններով լսնելու համար։ Բարի լույս, շնորհակալություն հրավերի համար։ Համերգներ, այդ թվում բարեգործական նոր ալբոմ եւ էլի հետաքրքիր նորություններով տարվա մեջ հերթական ու այս անգամ դուք երկար ժամանակով եք Հայաստանում։ Միայն ալբոմի ծնունդը մենք չունենք այսօր նշելու, Արեգ Նազարյանը երգահան ունեցել է նաեւ բալիկ, շնորհավորում ենք ձեզ։ Շնորհակալություն։ Երկու ծնունդ ունեք, շատ հաճելի է։ Այո, այս տարի կարելի ասել ես ավելի երկար գտնվում եմ Հայաստանում, քան Հայաստանից դուրս։ Ես ընդհանրապես շատ հաճախ եմ գալիս Հայաստան եւ մնում եմ այնքան ինչքան կարողանում եմ։ Այս անգամ շատ հագեցած էր օր ու գիշեր, այսպես ասած, տարբեր ակտիվ իրավիճակների մեջ, դե երեխաս ծնվեց, տղաս ծնվեց 1 ամիս առաջ
Գիշերները դրանով են լցված, ցերեկները համերգներ, ելույթներ, ունեցանք մեծ բարեգործական համերգ Տիկնիկային թատրոնում։ Հիմա ամսի 10-ին ունենալու եմ մենահամերգ, այնպես որ համեցեք ամսի 10-ին Թումանյան 40 ժամը 8-ին։ Պատմեք մենահամերգի մասին, ինչ է սպասվում, ինչ անակնկալներ են լինելու։ Նոր ինչ կատարումներ, կարծեք թե փոխվում է բովանդակությունը ձեր երգերի։ Բովանդակությունը թարմացվում է միշտ, բնականաբար, քանի որ նոր երգեր են ստեղծվում։ Այս մենահամերգի ընթացքում ես կներկայացնեմ եւ հին եւ նոր երգեր, եւ նաեւ մի բան, որը հազվադեպ եմ անում, կներկայացնեմ թարգմանությունները, իմ թարգմանությունները տարբեր արտասահմանյան հեղինակային երգիչների երգերի թարգմանությունները, արգենտինյան, բելգիական, ռուսական։ Կան հայտնի գործեր, որ մեր ականջը սովորել ասել, թե նոր կան իհարկե Վիսոցկու ճիշտն ու սուտը կան, բայց նաև ուզում եմ ծանոթացնել հայ հանդիսատեսին արգենտինցի հեղինակային երգիչ Ատավալպա Յուպանկի հետ, որը իսկապես երգող պոետ է, շատ հայտնի հարավային Ամերիկայում։ Մանավանդ հայրը Ամերիկայում։ սիրում են արգենտինյան երաժշտություն, բարեր։ Չէ, սա մի քիչ ուրիշ բան է, սա տանգո չէ, սա արգենտինական երաժշտություն չէ, սա զուտ մաքուր հեղինակային երգ է իսպաներեն լեզվով, որ ես թարգմանել եմ հայերեն։ Այնպես որ սա այն է, ինչ տեղի է ունենալու ամսի 10-ին Թումանյան 40 հասցեով ժամը 8-ին, համեցեք ժողովուրդ ջան։ Սովորաբար ձեզ հերո եք պահում արվեստագետ բառը լսելուց։ Շարունակում եք այդ գիծը տանել, թե տարիների ընթացքում փոխվում է մի քիչ մոտեցումը։ Ես չեմ խորշում այդ բառից, պարզապես չեմ կարծում, որ այդ բառը մի քիչ շատ բարձր է ինձ։ Ես չեմ կարծում, որ ես արվեստագետ եմ եւ այն ինչ ես անում եմ մտնում այդ շրջանակների մեջ։ Ես գրում եմ հանգավորված տեքստեր, որոնք դնում եմ երաժշտության վրա, ներկայացնում եմ այդ երգերը որպես հեղինակ կատարող, հանդիսատեսը լսում է, հանդիսատեսի սրտին որոշ երգեր կպնում են եւ այդ առումով ինձ բավարարված եմ զգում, երբ որ երկխոսությունը ստացվում է, որովհետև հեղինակային երգը ըստիս երգ չէ, հեղինակային երգը մտորում է, միտք է, որով հեղինակը կիսվում է հանդիսատեսի հետ եւ հանդիսատեսը դառնում է այդ երգերի համահեղինակը։ Հետաքրքիր մոտեցում է։ Ունեք նշեցիք թարգմանությունների մասին, մենք եւս գիտենք, որ բարդ լեզու է հայերենը, ճկվող չէ։ Դժվար չի եղել արդյոք ինտեգրել այդ լեզուները մեր լեզվամտածողության մեջ, մեր մտքի մեջ։ Շատ լավ հարց էր, հետաքրքիր հարց էր։ Հայերեն լեզուն, քանի որ այդքան հարուստ է, թույլ է տալիս գտնել համարժեքը տարբեր լեզուների, տարբեր ենթատեքստերի, տարբեր մշակութային առանձնահատկությունների համար։ Այնպես որ բառամթերքը հարուստ է։ Մեր բառամթերքը հարուստ է, այստեղ տեխնիկական բարդություններ են առաջանում, հայերեն բառեր ավելի երկար են։ Հայերենի դեպքում։ Այո, հայերենի դեպքում բառեր ավելի երկար են, քան օրինակ իսպաներենի դեպքում կամ ֆրանսերենի դեպքում։ Բայց ինչ վերաբերվում է բառապաշարի, բառամթերքի, ընդհակառակը հայերենը ավելի շատ հնարավորություն է տալիս թարգմանությունները անելիս գտնել համարժեքը։ Եթե խնդրենք այդ կատարումներից կարող եք մեկը։ Այո, մենք լսենք, այսպես ներկայացրեցիք, չենք կարող հիմա ձեր խնդրել։ Մեծ է։ Մեկ իսպանական ծլնգոց չհնչի, գոնե։ Կամ դուք ինչ նախատեսել եք, կնախընտրեիք։ Հրավիրեմ եւ ձեզ եւ հանդիսատեսին գալ լսել այդ թարգմանությունները մենահամերգի ժամանակ։ Հիմա կկատարեմ մեկ այլ երգ, որը իմ սրտին շատ մոտ է, դրա համար եմ ես հատուկ այդ երգը ուզում կատարել, երգը կոչվում է Գիշերը կանցնի, սա իմ վերջին գրած երգն է։ Նոր ալբոմից է։ Նոր ալբոմից է։ Ձեր բալիկից պրեմիերա, Գիշերը կանցնի։ Չէ, ծնունդից առաջ է գրվել է 44 օրյա պատերազմից հետո։ Ալբոմի անունն էլ է Գիշերը կանցնի, այս երգի վերնագրով։
բոլորիս հոգեհարազատ չբացատրեմ, որովհետև դա նման կլինի նրան, որ անեկդոտը պատմեն, հետո բացատրում են ինչի մասին էր այդ անեկդոտը, ավելի լավ է միանգամից լսենք։ Գիշերը կանցնի, բոլոր գիշերներն էլ անցնում են, հալչում վաղորդյան, աղոտ լույսի մեջ սառնաշունչ, ընկեր դիմացիր, այս ճամփի կեսը դեռ առջևում է, պիտի դեռ քայլենք մենք դեպի մեր սարերն անտրտունջ, սարերը հեռվից կանչում, կարոտում ու հիշում են երգերը մեր հին, ձայները խելառ ու ջահել, այնտեղ արձագանքը բարբար պապիտ ճանաչում է, բոլոր կածաններն են նրա քայլերին չափ տվել, դիմացիր, ճամփեքը արդեն սպիտակում են, որքան էլ բեռներ լինեն ծանրացած քո ուսին, գլխիդ վերևում նորից կուտակվում խռովում են, վաղվա անցնելիք ու անզոր քարաթափ ու հուսին, դե վեր կաց ընկեր, նորից բարձրացան քամիները, ստի քամիներ, որ փշրվելու են կամքիդ, արդեն մթան մեջ, ինչ-որ մեկի ցածր ձեռքերը, սրել են դաշույնը, որ կոտրվելու է կրծքիդ, դիմացիր, այս կյանքն էլ երկար մի արշավ է, այս ձյունը սպիտակ քեզ չի դառնալու անկողին, բարձրում աղբյուրները դեռ կհագեցնեն քո ծարավը, և դու կժպտաս տեսնելով հետևից եկողին, Հավերժ փառք մեր տղաներին, հավերժ փառք մեր հերոսնահատակներին։ Հավերժ փառք։ Ցավից են ծնվում լավ ստեղծագործությունները։ Թե ոչ։ Ասենք այսպես, եւ ուժեղ եւ լավ եւ վատ զգացմունքներից, ցնցումներից ինձ մոտ երգերը երբ որ ծնվում են, միանգամից չեն ծնվում, պիտի ժամանակը անցնի, պիտի խմորվի այդ ամենը, պիտի հասունանա, որպեսզի զգացմունքի վրա կարողանաս դնել խոսք եւ վերջապես խոսքը դառնա տեքստ։ Ցավից ծնվում են, շատ ուժեղ ցավից չեն ծնվում։ 44 օրյայից հետո շատ երկար ժամանակ ես ոչինչ չէի կարողանում գրել եւ դա միայն ինձ չէ բնորոշ, շատ ինձ ծանոթ մարդիկ, ովքեր ստեղծագործում են, ասում են, որ այդպիսի վիճակի մեջ են եղել եւ դա բնական է իհարկե։ Պետք է վերհառնենք ձեր երգերին, խոսքերին հետևելով, այո, միշտ պետք է վերհառնենք, կարողանանք մոխրիցել Մենք ճար չունենք, մենք պիտի պայքարենք, մենք պիտի հանուն այդ տղաների, հանուն այդ նահատակների, այո, մոխիրից հառնենք։ Ձեր եւ մեր կյանքի ցնցումներն էլ թող միմիայն դրական լինեն։ Շնորհակալություն, շնորհակալ եմ շատ փոխադարձ։
Շնորհակալ ենք, որ մեզ հյուր եկաք, այսպես լցրեցիք մեր եթերը լավ եւ որակյալ երաժշտությամբ, այսպես տաքուկ օրը սկսեցինք։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին, շնորհակալություն, որ եղան մեզ հետ այս շաբաթ, նաեւ մեր գործընկերներին Անահիտին եւ Կարենին հետևեցին նաեւ մեր եթերին։ Մնացեք մեզ հետ, դիտեք այսօր եւս Կենտրոն հեռուստաընկերությունը։